Տիրոջ փառք, սիրելի աղբայրներ, քույրեր։ Երբ որ Աստված որոշեց իր համար ժողովուրդ առանձնացնի, որպեսզի փրկիչը նրա մեջից ծնվի, ինքը Աբրահամին կանչեց, ասեց դուրս արի քո հոր տնից ու գնա այնտեղ, որտեղ ես քեզ կասեմ։ Աբրահամը գնաց, պանդուխտ եղավ եւ ծնվեց Իսահակը։ Հետո ծնվեցին Եսավն ու Հակոբը, Հակոբի միջոցով Աստված որոշեց, որ իր ծրագիրը շարունակի եւ ծնվեցին 12 որդիները։ Հետո գնացին Եգիպտոս, 400 տարի այնտեղ մնալուց հետո Աստված հրաման տվեց Մովսեսի միջոցով Եգիպտոսից հանեց։ Եվ պետք է գնային Քանանի երկիրը, խոստացյալ երկիրը։ Ճանապարհին Աստված տվեց օրենքները, կանոնները։ Այսինքն Աստծո ժողովուրդը արդեն ձևավորվել է կա եւ կանոնները պետք են, որպեսզի Աստծո ժողովուրդը հաղորդակցվի Աստծո հետ։ Աստծո կանոնները, Աստծո օրենքները պահելով։ Եվ այդ օրենքները Երբ որ անգամ հնարավորություն տվեց, որ երբ որ չէին կարողանում օրենքները պահել, զոհաբերություններ տվեց, որպեսզի այդ զոհաբերությունների միջոցով մեղքի թողություն, մեղքի ներում լինի։ Հիմա իսրայելացին գիտեր այն ժամանակ ինչ ա ուզում իրանից Աստված, կոնկրետ օրենքը տված է, ինչ պետք է անի ինքը, չանելու դեպքում ինչ ալնում, անելու դեպքում ինչ ալնում։ Հետաքրքիր է, սիրելիներ, այսօրվա մեր օրը, այստեղ հավաքված մարդիկս, ինչ է ուզում այսօր Աստված մեզանից։ Ինչ է Աստված մեզանից պահանջում։ Ինչ սպասելիքներ ունի այսօր Աստված մեզանից։ Այ մեզանից ամեն մեկը Աստծո առաջին ապրող մարդ է։ Եվ այդ հարցը շատ կարևոր է։ Մեզանից ամեն մեկի համար, թե ինչ սպասելիք ունի Աստված մեզանից եւ ինչ է ուզում Աստված մեզանից։ Ես ուզում եմ մի փոքր այսօր դրա մասին ձեզ հետ կիսվեմ։ Տեսեք, Սուրբ Գիրքը ասում է, ես բազմիցս տեղերը հիշացրել եմ, Դավիթը ասում է 51 Սաղմոսում, անօրենությունով եմ ծնվել եւ մեղքով հղացավ ինձ իմ մայրը։ Երեմիա մարգարեության մեջ 17:9-ում ասում է խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված, նրանով կարող է հասկանալ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված ներկայացնում է մարդու մեղքի էությունը եւ ներկայացնում է մարդուն ամբողջովին ապականված, որ մարդը ամբողջովին մեղքի մեջ է։ Եվ Պետրոս առաքյալը, երբ որ առաքյալներին ուղարկել էին իրանց մոտ, Գործք առաքելոցում տալիս է, երբ որ ինքը կանգնում խոսում է, ինքը ասում է, ոչ մենք եւ ոչ մեր հայրերը չկարողացան օրենքը կատարել, չկարողացան օրենքը պահել։ Հիմա սիրելիներ, Աստված գիտի մարդու էությունը, որ մարդու էությունը ամբողջովին ապականված է, ամբողջովին փչացած է։ Աստված ժամանակը, երբ որ լրանում է, ուղարկում է իր որդին։ Եվ որն էր Աստծո որդու գործը, այն ծրագիրը, որ Աստված մարդուն պետք ստեղծել էր, այդ ծրագիրը Աստված իր որդով իրագործեց։ Որն էր այդ գործը, մարդուն ազատագրի սատանայի ճիրաներից, Եբրայեցիս 2-րդ գլխում ասում է, որ իր մահովը խափանե մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատե նրանց, որ իրանց բոլոր կյանքի մեջ մահի վախովը բռնված էին։ Այսինքն Հիսուսը ջախջախեց սատանայի գլուխը, որ Եդեմի պարտեզում Աստված ասել էր. նա քո գլուխը ջախջախե, դու նրա գարշապարը խայթես, օծին էր ասել։ Եվ հիմա Հիսուսը ջախջախեց իր խաչով սատանայի գլուխը եւ ազատեց մարդուն սատանայի իշխանությունից եւ իրաթափած սուրբ արյունով մարդու մեղքերին թողություն տվեց եւ Աստվածաշունչը ասում է, որ իր մահովը, իր մարմնի կոտրվելովը, իր
մարմնի խաչվելով է Հիսուսը ազատագրում է տալիս մարդուն մեղքի իշխանությունից, այսինքն այն վիճակը չի, որ մարդը մեղք գործեց, Հիսուսի արյունը ներեց, մեղք գործեց, էլի ներում է, բայց Հիսուսը արեց դրանից ավելին, սիրելիներ, Հիսուսը տվեց ազատագրում մեղքի իշխանությունից, այսինքն մարդուն ամբողջովին ազատ արեց եւ Եբրայեցիս թուղթը ասում է, որ համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով, այսինքն մարդու եւ Աստծո այդ հարաբերությունը ամբողջովին վերականգնվեց եւ մարդը հնարավորություն ստացավ Աստծո հետ ապրելու, Աստծո հետ հաղորդակցվելու, Աստծո հետ ջերմ մտերիմ հայր որդի հարաբերություն ունենալու։ Հիմա սիրելիներ, ինչա ուզում Աստված մեզանից, ինչա պահանջում Աստված մեզանից, որն է մեր գործը, որն է մեր անելիքը, ինչ պիտի անենք մենք, եւ ես ուզում եմ հիմա մենք դրա վրա մի հատ կանգ առնենք եւ տեսնենք ինչ պիտի անենք մենք եւ արդյոք անում ենք մենք էդի եւ եթե չենք անում Ինչի չենք անում, կարող ենք արդյոք մենք էդի անել, թե չէ, ես ուզում եմ դրա մասին խոսեմ, Տեր Հիսուսը ասում Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, ամբողջ նոր կտակարանը սկզբից մինչև վերջ, մի հատ կարմիր գծի նման գնում է Աստծո պահանջը մարդուն։ Երբ որ գալիս են Հիսուսին հարցնում են, ասում են, ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք, հիշում եք Հիսուսը ինչ ասում։ Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց։ Հովհաննես առաքյալը ասում է, եւ նրա պատվիրանները պահում ենք, եւ նրա պատվիրանները ծանր չեն, ասում է, եւ սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին։ Եվ սիրելիներ, մենք տեսնում ենք, որ Աստծո պահանջը մարդուն հավատքն է, որ մարդը հավատա Աստծուն, ուրիշ ոչ մի բան Աստված մարդու վրա չի դնում, ոչ պահանջներ, ոչ ինչ-որ բաներ, կանոններ, որ այս բաները պիտի անես, ինչի, որովհետև հավատքով է, որ հավատքով առաջնորդվելով մարդը կարողանում է Աստծո կամքի համեմատ ապրի։ Հավատքով ապրելով է, որ մարդը կարողանում է սրբության մեջ ապրի։ Հավատքով ապրելով է, որ մարդը կարողանում է Աստծո հետ հաղորդակցվի, հասկանա Աստծո կամքը եւ Աստծո կամքի համեմատ առաջնորդվի ու գնա առաջ։ Այսինքն հիմքում Աստված դրել է հավատքը, որպեսզի մարդը հավատքով առաջնորդվի։ Եվ տեսնենք, սիրելիներ, ինչ է ասում Հիսուսը այդ ուղղությամբ, այսինքն հարց, հավատքը հեշտ բան է, թե դժվար։ Ինչ եք կարծում, հավատքը հեշտ է, թե դժվար։ Եթե նայենք պրակտիկ մեր կյանքին, մեր առօրյային, մեր կյանքում ունեցած խնդիրների մեջ, երբ որ այն պահը գալիս է, որ դու պիտի հավատաս, հավատքը հեշտ բան է, թե դժվար։ Ես կարծում եմ տարբեր կարծիքներ կարան լինեն այստեղ։ Հիմա Տեր Հիսուսը համեմատություն է անում։ Համեմատություն անում հին ուխտի հետ։ Հովանու 3:14։ Եվ ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու որդուն բարձրացվիլ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիմա ես ուզում եմ այդ համեմատությունը մի հատ նայենք, Թվոց 21:8 խոսքը։ Երբ որ ուղղակի կարճ բան անեմ, երբ որ իսրայելացիներին հենց այդ տեղն է, որտեղ Տեր Հիսուսը ասում է, այս օձը բարձրացնելու պահն եմ կարդում, երբ որ իսրայելացիք մեղք էին գործել, օձերը եկել եւ նրանց կծում էին, եւ մարդիկ դրանից մեծ բազմություն մահանում էր։ Եվ ինչ անում, Մովսեսը գնում է աղաղակում Աստծուն,
ուստեղ խնդրում Աստծուն եւ 8 խոսքը 21-ի թվոց 21-ի 8 եւ Եհովան ասեց Մովսեսին. Քեզ համար մի կիզող օձ շինիր եւ նրան դիր մի ձողի վրա եւ կլինի ամեն ով որ կծվի թող նրան մտիկ տա եւ կապրի 9 խոսքում ասում է որ Մովսեսը այտենց արեց եւ ասում է եւ եղավ որ օձը երբ որ մարդի կծում էր նա մտիկ էր անում պղնձի օձին եւ առողջանում էր հիմա ինչ էր կատարվել օձը կծելա Մովսեսի օձը պղնձի օձը շինելա կանգնեցրել այնտեղ որն է իսրայելացու գործը իսրայելացու գործը մի հատ գլխի շարժումը վզի շարժում գլուխը պետքա բարձրացնի նայի պղնձի օձին հարցը լուծվում է ինքը ապրում է ինքը կյանք է ստանում չի մահանում հիմա Տեր Հիսուսը զուգահեռ է բերում համեմատություն հավատքը համեմատելով գլխի շարժման հետ ասում է ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց ու մարդիկ մտիկ պետքա տային օձին այսինքն գլուխը պետքա բարձրացնեին բարձր մի հատ բանի վրա ինձ որ բոլորը կարողանան նայեն հիմա գլուխը բարձրացնում է նայում է օձին եւ Տեր Հիսուսը համեմատություն է անում որ այդ գլխի շարժումը կարելի էր արդյոք դրանից հեշտ բան իսրայելացուն առաջարկել որպես մահվան լուծում չմեռնելու լուծում կյանք ստանալու ապրելու լուծում կարելի էր արդյոք գլխի շարժումից որ ասես մի հատ գլուխը բարձրացի նայ պղնձի օձին կյանք ստանա դրանից հեշտ բան կարելի էր արդյոք պատկերացնել ու տալ նրանց կարծում եմ ոչ Հիմա մեր փրկության համար, մեր կյանքում եղած խնդիրների լուծման համար միթե Հիսուսը ավելի բարդացրեց չէ որ ավելի հեշտացրեց ամեն ինչ Ինչի որովհետև իր խաչի մահը խոսում է նրա մասին որ ինքը ամեն բան վերցրեց իր վրա ինքը արեց բայց հիմա սիրելիներ ինչի չի ստացվում հավատալ մարդուն հայտնվել է մի հատ խնդրի մեջ հայտնվել է մի հատ խնդրի մեջ ու զգում է որ հավատքը քանդուքար է եղել ջարդվել է չկա այդ հավատքը չկա այդ վստահությունը չկա այդ ներքին համոզմունքը որ այո ես հիմա աղոթք եմ անում եւ Աստված լսում է ինձ ինչ եք կարծում մի հատ հարց եթե մարդու մոտ չի ստացվում հավատալ Կարանք ասենք, որ ինքը հավատք չունի։ Մարդը չի կարում հավատալ, չի ստացվում հավատալ։ Մտածում եմ, այստեղ երևի տենց մարդ չկա, որ իր հետ այդ բանը կատարված չլինի։ Կամ հիմա էլ ինքը կարող է հենց դրա մեջ է։ Հիմա չի ստացվում հավատալ։ Կարանք վստահ ասենք, որ ասենք, չի կարում հավատալ, ուրեմն չունի հավատք։ Ասենք, այս ակնոցը վաճառում են ու ինձ պետք է, անպայման էսի պետք է, որովհետև ես առանց ակնոց այս գիրքը իմ համար որ սենց նայում եմ, մի հատ սենց ընդհանուր, մի հատ սև ու սպիտակ գիծ է, ոչ մի հատ տառ անգամ չեմ տեսնում։ Հիմա ինձ շտապ պետք է այս ակնոցը գնել։ Հիմա եթե ես գրպանումս գումար ունեմ, տալիս եմ առնում եմ այս ակնոցը, դնում եմ, նայում եմ, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Եթե ես չունեմ ակնոցը, նշանակում է ես գումար չունեմ, չէ՞ որ առնեմ։ Հիմա կարանք ասենք, որ եթե ես չի ստացվում հավատալ, ես հավատք չունեմ։ Ոչ, չենք կարող ասենք։ Ինչի՞։ Մի պարզ պատճառով։ Ես ասեցի, ինչ է ուզում Աստված մեզանից, երբ որ մոտենում են, հարցում են, ինչ անենք, հավատա։ Հիսուսը ասում է հավատա, այսինքն բոլոր տեղերում, երբ որ գալիս էին Հիսուսին հարցնում են, խնդրում են, ասում են ինձ բուժի, Հիսուսը հարց է տալի, հավատում ես։ Պայմանը հավատալն է։ Եվ ասում է հավատացողին ամեն բան կարելի է։ Հիմա Հիսուսը մեզանից պահանջում է հավատք։ Ես ուզում եմ մի հատ Հիսուսի առակներից մեկը հիշեցնեմ։ Թագավորը, հիշում եք մնասների առակը, կանչում է մնասներ է տալի, քանի հոգու է տալիս։
3, 5, 2, 1, ճիշտ է? Երբ որ գնում է հեռու երկիր, հետ է դառնում, քանի է հոգու ականջում հաշիվ պահանջելու։ Կարող է 5, 7, 11, ինչի։ Ումից պահանջեց։ Ու որ տվել է։ Միթե Աստված կպահանջի քեզանից մի բան, որը քեզ չի տվել։ Այդտենց մտածում էր այդ ծառաներից մեկը։ Ու դրա համար էր ունեցավ այն, ինչ որ ունեցավ։ Մատթեոս 25:24 Եվ այն մեկ քանքար ունե առնողն էլ մոտ եկավ եւ ասեց. Տեր, ես ճանաչում էի քեզ։ Հլստենայի։ Ես ճանաչում եմ քեզ։ Տեր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես, հələ լսեք։ Հնձում ես, ուր որ չսերմեցիր, եւ հավաքում ես, ուր որ չփռեցիր։ Այ ըտենց ճանաչում էիր, դրա համար էլ ըտենց էլ վարվեցիր, դրա համար էլ քո անունը դրվեց չար եւ ծույլ ծառա։ Դրա համար էլ են եղածնել ձեռիցդ վերցվեց։ Եղբայրներ քույրեր, միթե Աստված քեզանից կպահանջի մի բան, որը քեզ չի տվել։ Ես խնդրում եմ, աղաչում եմ, այս ծառայի նման չմտածենք։ Դու ինչի ես տեղ նստած, որովհետև Աստված է քեզ բերել։ Ինչի ես լսում, որովհետև Աստված է քո սրտի մեջ դրել։ Եվ այն հավատքն էլ, որ քո կյանքում կա Աստված է քեզ տվել, իսկ Աստված հավատքը չափով չի տալիս, ասում եմ Աստված հոգին չափով չի տալիս, բայց հավատքն էլ չափով չի տալիս։ Աստված քո ներսը լցրել է հավատքով։ Բայց նորից հարց։ Բա որ այդքան բան արել է, որ նայում ենք, այդպես բան չկա, որ արած չլինի։ Ասում այս գիտենալով, որ մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ։ Հիմա Սուրբ Գիրքը ասում է, որ մեր հին մարդը, մեր եսը, մեր հպարտությունը Հիսուսի հետ խաչված է։ Քանի հոգի այս դահլիճում կարա վստահ էդի ասի իրա վրա։ Պողոս ասում է, ոչ թե ես կապրեմ, այլ Քրիստոս իմ մեջ կապրի։ Ինչի հիման վրա է ինքը ասում էսի, որովհետև յուրահատուկ մարդ է ինքը, չէ։ Ինքը էսի ասում է, հավատքով, Հիսուսի վրա եղած հավատքով սիրելիներ։ Հիմա տեսեք, ինչի իմ մոտ չի ստացվում հավատալ։ Պատճառն ինչն է, եթե Հիսուսը ամեն բան արել է, երբ որ Սուրբ Գիրքը ասում է, որ այդպես բան չկա, որ արած չլինի, Հիսուսը ինձ համար եւ ճանապարհը բացել է սրբարանը մտնելու իմ ու Աստծո միջև հաղորդակցության մտերմության բացարձակ արգելքի նշույլ անգամ չկա, մի հատ շեբենի կտոր այդ ճամփին չկա, որ հանկարծ ոտս մի ձևի վրան ընկնի ծալվի, մի բան լինի չկարամ տեղ հասնեմ։ Եվ Հիսուսը ճանապարհը բացել է Աստծո հետ ապրելու եւ Սուրբ Գիրքը ասում է, որ անգամ մեր հիվանդությունների խնդիրն է լուծել եւ նրա վերքերով մենք ոչ թե պիտի բժշկվենք, այլ բժշկվեցանք, ինչի ենք տառապում։ Պատճառը ես կարծում եմ պատճառը շատ պարզ է։ Ես չեմ կարա հավատքով ապրեմ եւ հավատքով առաջնորդվեմ, երբ որ ես կենտրոնացած եմ իմ վրա։ Երբ որ ես խոսում եմ իմ մասին, մտածում եմ իմ մասին, կենտրոնացած եմ իմ վրա, ես ինչ պետք է անեմ, ոնց պետք է անեմ, ես այս բանը շատ եմ անում, թե քիչ եմ անում։ Եթե ես ամբողջ օրը իմ մտածմունքը, իմ ուշադրությունը իմ վրա է, թե ես ինչ արեցի, եւ անգամ երբ որ մեր աղոթքներին պատասխան է լինում, ուշադրություն դարձրել եք ինչ ենք մտածում։ Առանձնացա մի հատ սրտանց աղոթք արի։
Եվ Աստծո ներկայությունը իջավ ու այդ հարցը լուծվեց, անգամ մեր աղոթքների պատասխանն ենք կապում մեր ու մեր աղոթքի հետ, չիմանալով, որ այդ սրտանց աղոթքը Սուրբ Հոգին իջավ իմ վրա, դրա համար տենց աղոթք արեցի, բայց 5 րոպե առաջ տենց աղոթք անեի, մի ժամ առաջ տենց աղոթք անեի։ Սիրելիներ, մենք կենտրոնացած ենք լինում մեր վրա և մեր եսակենտրոն կյանքի մեջ հավատքով ապրելը դառնում է մեզ համար անհնար։ Եվ Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ մեր հայացքը մեզանից կտրած մտիկ տանք մեր հավատքի զորագլխին և կատարողին Հիսուսին։ Սա է կարևոր, սա է մեր գործը, որ մեր հայացքը մեզանից կտրած մտիկ տանք, նույն իսրայելացի գլխի շարժում, վերքին նայելու փոխարեն, եսին հպարտությանը նայելու փոխարեն, նայել Քրիստոսին։ Եվ անգամ մենք մեզ նայելով, մեզ փնովում ենք հաճախ, ես վատն եմ, ես սենց եմ, իմ մոտ չի ստացվում, ես սկսել եմ քիչ աղոթել, ես սկսել եմ այս բանը քիչ անել, եւ չմտածելով, որ մի հատ ռուսերեն արտահայտություն կա, անտիրեկլամա тоже ռեկլամա, որ անընդհատ ինձ փնովելով, մեկ այելի իմ վրա եմ կենտրոնացած։ Բայց երբ որ մտիկ եմ տալիս իմ հավատքի զորագլխին և կատարողին ասելով, դու գիտեիր ես ով եմ, դու գիտեիր ինչ վատն եմ, դու գիտեիր, որ ես ինձանից մի բան չեմ ներկայացնում, բայց դու ինձ կանչեցիր, դու ինձ կանչեցիր, և ես գիտեմ, որ դու ինձ համար արյուն թափեցիր, ես գիտեմ, որ դու իմ տեղը մեռար և ես քո հետ խաչված եմ, սատանան փսփսելու է ականջիդ, դու ես խաչված, այդ վիճակիդ նայի, այ խղճուկ, մետ հլը նայի քեզ, ու սկսելու է փսփսալ քեզ, համոզել, որ քեզանից բան դուշ չի գա, դու չես կարա, բայց դու շարունակում ես նայել խաչին, շարունակում ես նայել Հիսուսին, ինքը փսփսում է ականջիդ, դու նայում ես Հիսուսին, կյանքը քեզ շատ տեղերում ջարդում է, դու նայում ես Հիսուսին, դու հավատքով ես ապրում և ես քեզ ուզում եմ հայտարարեմ, ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ դու ունես հավատք, էլ մի հավատա այդ փսփսոցներին, մի հավատա այդ ստին, որ դու հավատք չունես, ու քո մոտ չի ստացվում, դե դու որ հավատք չունես, քո մոտ չի ստացվում, ու չի էլ ստացվի, դե որ չի ստացվի, գնա քո համար մի նորմալ ապրի, մի տանջի ինքդ քեզ, մի լսի ես սուտը, դու ունես հավատք, երբեք հիշի, Աստված քեզանից չի պահանջի մի բան, որը քեզ չի տվել։ Եղբայրներ, քույրեր, լինենք են երկու ծառաների նման, այս երրորդին եկեք չնմանվենք, միջև այսօր ինչքան երրորդի նման ապրել ենք, հերիքա, մտածելով, որ ես չունեմ ու իմ մոտ չի ստացվում ու չգիտեմ կստացվի թե չէ, թող Աստված օրհնի, լցվենք հավատքով, ապրենք հավատքով, մեր աչքերը մեզանից կտրենք, ախր նայելու բան չենք, խենք այդքան մեզ նայում, մեր աչքերը լրիվ մեզանից կտրենք, նայենք մեր հավատքի զորագլխին և կատարողին Իրան փառք հավիտյան, ամեն։